Միացյալ Նահանգները Իրանին 5 պայման է առաջադրել խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին անցնելու համար։ Վաշինգտոնը պահանջում է Թեհրանից հրաժարվել փոխհատուցման ցանկացած հավակնություններից, Միացյալ Նահանգներին փոխանցել 400 կիլոգրամ հարստացված ուրան եւ պահպանել միայն մեկ միջուկային համալիրի աշխատանքը։ Ավելի վաղ Իրանը նույնպես 5 պայմաններ առաջադրել բանակցությունների վերսկսման համար։ Թեհրանը պահանջում է պատերազմի դադարեցում, հատկապես Լիբանանում, պատժամիջոցների վերացում, ակտիվների սառեցում, վնասի փոխհատուցում եւ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ Սրան զուգահեռ Թրամփը կրկին սպառնում է Իրանին, նշելով, որ Իրանի համար ժամանակն անցնում է, նրանք ավելի լավ է շտապեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա։ Պենտագոնն արդեն պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ, դրանց թվում են էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքները։ Միացյալ Նահանգների իշխանությունները Գեբելսի հռետորաբանությունն են օգտագործում Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար, ինչը վերջ է դրել երկրների միջև բանակցային գործընթացին, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական ագրեսիան կործանել է դիվանագիտական գործընթացներն ու վտանգել էներգետիկ երթուղիները, որպեսզի հետո Իրանին մեղադրեն ապակայունացման մեջ, կյանքի կոչելով Գեբելսի սկզբունքը՝ մեղադրիր ուրիշներին այն բանում, ինչ ինքդ ես անում, ասել է Բաղային։ Իրանը, որպես Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ դիմակայությունում հաղթած կողմ, որոշում է հակամարտության ապագա կարգավորման պայմանները։ 10 կետից բաղկացած պայմանները կարմիր գիծ են ցանկացած բանակցությունների համար, ասել է Իրանի խորհրդարանի ներկայացուցիչը։ Պայմանները որոշում է մարտի դաշտում հաղթանակ տարած երկիր, այլ ոչ թե ձախողված, իր նպատակներին չհասած եւ միայն ավերածություններ բերած երկրի կառավարությունը։ Ուստի ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները, ասել է նախագահը։ Մինչև երկու կողմերից հնչում են նոր հայտարարություններ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավի մի շարք բնակավայրերի։ Մերձ Մոսկվայում ուկրաինական զինված ուժերի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը տուժել, եւս 1 մարդ գտնվում է փլատակների տակ։ Հաղորդվում է, որ ուկրաինական զինված ուժերը սկսել է դրոններով հարվածել Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին։ Անհայտ անօդաչու թռչող սարք է ներխուժել Լատվիայի օդային տարածք, հայտնել է Լատվիայի ազգային զինված ուժերը։ Միջադեպի պատճառով օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության ուժերի կործանիչները։